Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ իմ տղան աստեղ հորկավորված, իսկ այդ որ ասեցիք այդ պաշտոնյաները իրանք ընդհանրապես ոչ մի իրավունք չունեն գնալու։ Իմիկո պաշտոնյաները թուրք են, ինչ իրավունք ունեն գնան Սարդարաբադ, Կանստե, ես իրանց ու նորմալ մարդը իրանց հայ չի կարա համարի, իրանք ընդեղ ընդհանրապես իրավունք չունեն գնան։ Իսկ ես եկել եմ իմ երեխուս մոտ։ Կուզեի մի քանի հարց կապված խաղաղության հետ, եթե կարելի է, ինչ է կարծում այս պայմաններում հնարավոր է արդյոք խաղաղություն եւ երեք օրինակ Ալեն Սիմոնյանը խոսում էր այն մասին, որ պայմանագիրը ստորագրելուց 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ առևտուր են անելու, ադրբեջանցիները գալու են այստեղ ապրելու, ինչպես մենք ենք գնում Վրաստանում ապրելու։ Ես մի քիչ ավելի խորը կամ էլի, ուրեմն ես զարմանում եմ իմ պապուս վրան, իմ պապերի վրա, որ իրանք 15 թվականի կոտորած ջարդերից հետո իրանք կարողացել են համերաշխ ապրեն ադրբեջանցիքի հետ կամ թուրքերի հետ, ու թուրքեր չէ, բայց ադրբեջանցիքի հետ համեր։ Ես չեմ կարող հասկանամ, ոնց կարելի է հայը այսքան ամեն ինչից հետո թուրքի հետ համերաշխ ապրի։ Ուրեմն երևի իր մեջ թուրքի արուն կա, էլի, որ ինքը կարա թուրքի հետ համերաշխ ապրի։ Թուրքի հետ չի կարելի, թուրքի հետ ոնց կարելի է, եթե ազգից մեկը կարա քնած մարդուն գնա սպանեին, ու էլ չեմ միլիոնավոր դեպքեր կան, որ թուրքը արնախում տականք ազգ է, իր հետ չի կարելի ընկերանալ։ Ինչ ասից բանը, այդ խաղաղություն թուրքի հետ չի կարող լինի։ Եթե ես հանգարցակի իմ երկրում տենամ ադրբեջանցի, ես հաստատ կսպանեմ իրան։ Թեկուզ եւ խաղաղ չի կարող ինք ադրբեջանցին գա իմ քաղաք, իմ երկիր, իմ չի կարող, ես չեմ պատկերացնում դա ոնց կարող լինի։ Ինչու են մեր իշխանությունները, օրինակ Ալեն Սիմոնյանը լծվել արդարացնելու ադրբեջանական խոսույթը, ասում է այնպես ինչպես մենք ղարաբաղցիների Ղարաբաղ վերադառնալու մասին ենք խոսում, այդպես այդ իր բառերն եմ օգտագործում, այո, ասում է ինչպես մենք ենք խոսում, այնպես էլ իրենք արևմտյան։ Տեսեք իմ ապացույցը հենց հայը ասում է Արցախ, իրանք ասում են Ղարաբաղ, Ղարաբաղ դա թուրքերեն բառ է։ Իմ մոտով Արցախ ասում, ես իրան ուղղում եմ, ասում եմ Արցախ է, Ղարաբաղ ասում, ես իրան ուղղում եմ, ասում եմ Ղարաբաղ չի, Արցախ է։ Բայց ձեր հարցը մի անգամից բան եղավ, ես չհասկացա։ Տեսեք, ինքը ասում է, այնպես ինչպես մենք խոսում ենք արցախցիների վերադարձի մասին Արցախ, այդպես էլ իրենք խոսում են արևմտյան Ադրբեջանի մասին, այսինքն ադրբեջանցիների այստեղ վերադարձի մասին։ Սրանք հավասարազոր են եւ ինչու են մեր իշխանությունները լծվել ադրբեջանական խոսույթները արդարացնելու։ Նոր ասացի, դա չի կարա թուրքը գա իմ երկրում ապրի, ինքս դա տեղ չունի, ոչ ադրբեջանցին, ոչ թուրքային, իսկ համեմատել դա Արցախը ու իրանց կոչած, այդ բառը չեմ էլ ուզում արտահայտեմ իմ բերանից այդ բառը դուրս չգա, որ իրանք գան ստեղ ապրեն, համեմատել դա ուղղակի նորմալ հիվանդ մարդը կարանի կամ թուրքը, ես էլ եմ կրկնում, նորմալ մարդը չի կարող ասի, որ համեմատի Արցախը թուրքերից տեղ, հա եղել են, թուրքեր ապրել են, բայց եսի մեր հողն է, ինքը իրավունք չունի ստեղ ապրել, այդքան բան, ես չեմ համարում, որ հակալի համեմատել։ Մեկ էլ համեմատել, ոնց կարելի համեմատել։ Բանակից ազատվելու, գումարով ազատվելու նախագծին ձեր կարծիքն է։ Շատ կներեք բարիս համար, բայց ու ես եթերը որ արտահայտ դա առնվազն չգիտեմ ինչ բառ ասեմ, ոնց կարելի պատերազմական երկիր, որ շրջապատված է երկու ողերիմ թշնամով հետ, դնես, որ փողով ով ուզով ով փող ունի ազատվի, ով հասարակ ժողովուրդի երեխեքը գնան ինչ, տենց ճիշտ չի, չկա տենց ճիշտ, հաշվեցարալն են կարող է ճիշտ լինել,
ասենք եվրոպական երկրներ, որ հանգե հարևանները բարեկիրթ նորմալ ազգ են, հա, կարա նորմալ է դա, փողով բանակ պահելը նորմալ է, ես չեմ ասում դա նորմալ է, բայց կոնկրետ Հայաստանի համար այս վիճակում դա նորմալ չի։ Նորմալ չի դա, փող տաս օրինական ու չգնաս ծառայելու։ Ես անգամ կողմ եմ, որ այն ովքեր որ Հայաստանի քաղաքացի են, բայց ապրում են արտասահմանում, իրանց պետք է զորով բերել ծառայացնել։ Զորով բերել ստեղ ծառայացնել, որ իրանք մեր երկիրը բան չէ, այն որ սաղ գնան ուրախ զվար դրսերում ապրեն, հետո էլ գան ասեն, եկել ենք ստեղ մի հատ մունադգան խիայսի սենց խիայնին նենց։ Սաղ պետք է ով հայ է, պետք է գա Հայաստանի համար ծառայ։